Ողջույն գյուղասերներ ջան, սկսում ենք ամանորյա վլոգը, խորովածի համար փայտ ենք կտրում, այսօր ամսի 31-ն է ու բոլորի տներում էլ նախատոնական պատրաստություն է, խորոված ենք անելու, որոշել ենք մի քիչ շուտ սկսենք, որպեսզի մութով խորոված չանենք։ Մինչ կրակը կվառի, ես հավերի համար կեր պատրաստեմ, ժողովուրդ ջան, աչքա թող չանենք այս օրերին, որովհետև սկսել են լավացելը, ստե մի փոքր կարտոշկա եմ եփել, հիմա ասենց մի աման աղացած ցորեն ենք լցնում, էլի այս տրորենք, խառնենք իրար, որ և կարտոշկան և ցորենը հավասարաչափ իրար հասնեն, ու մեկ էլ մի աման ցորենի թեփ ենք լցնում, այսենց թեփերից է, հիմա ինչ եմ ավելացնելու ստեղ ժողովուրդ ջան, այսենց յուղալի մսաջուր ունենք, որը հավերին շատ լավ է ինքը, այս քանի օրը, քանի որ հենց միշտ շատ ենք եփելու, այս մսաջրերը բացի են, որ շան ենք տալիս, նաև հավերին ենք գերի հետ խառնում ենք, ինքը շատ լավ է հավերի համար, վիտամինների լրացուցիչ պաշար է, փորձում ենք ձմռան այս ամիսներին այնպես անենք, որ թռչունները հավելյալ կերի միջոցով նաև վիտամիններ ստանան, ամենակարևոր բանի մասին եմ մոռացել, որն էր ամենակարևորը, ժողովուրդ ջան, չենք մոռանում խմորիչ, նույն ինքը դրոժ, սենց 1-2 օրը մեկ մի լավ գթալ խառնում եմ կերին, էդ էլ է իր էֆեկտը ունի, օգնում է, որպեսզի հավերը ավելի լավացեն և արդյունքը արդեն մի քանի օր է տալիս եմ ու այսպես զգում եմ, տանենք կերակրենք, նոր անցնենք ամանորյա մեր գործերին։ Ամեն օր ասենց ագահաբար հարձակում են, ոնց որ օրերով կերած չլինեն, փորձենք բոլորին կերակրենք,
Գտ։ Ամանները շրջել են, ամբողջը կեղտոտել։ Կարտոֆիլը շատ են սիրում, ու հատկապես երբ թեփի հետ շաղախած եմ տալիս, ավելի հավեսով են ուտում։ Գտ։ Նա բոլորը հավաքվել են այնտեղ ու այս կողմի վրա ուշադրություն չեն դարձնում։ Այս էլ էսպես հավաքենք ու վերջ։ Այս գործն էլ պրծանք, ժողովուրդ ջան, այս տարվա վերջին կերակրելն է, հավերին կերակրեցինք, հեսա ձուն էլ հավաքենք ու գնանք միասին նոր տարի նշենք առատ ուրախությամբ, խաղաղությամբ եւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք ամանորը, ցանկանում եմ, որ մեր Հայաստան աշխարհում խաղաղություն լինի եւ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, մենք էլ այսպես ստեղծենք, արարենք, ուրախանանք մեր ստացածով, մեր բերքով, ես էլ հաճախակի տա Աստված ժամանակ ունենամ, նկարեմ, ցույց տամ, դուք էլ այսպես նայեք, ուրախանաք, ինչու՞ չէ նաև խորհուրդներ տաք, խաղաղ տարի բոլորիս, թող բոլորիս երազանքները 2026 թվականը կատարի, լինենք առողջ ամենակարևորը եւ խաղաղ երկնքի տակ, մեր միայն խնդիրը լինի մեր օրվա ապրուստը վաստակելը։ Հա տեսեք, ես հնդուշկեքին ինչ արդեն հավերի հետ եմ կերակրում, արդեն սովորել են, ճիշտ է մեծերը մեկ-մեկ նեղացնում են, բայց իրանք այսպես արդեն լավ խորշորացել են։ Մի բան եմ ուզում ասեմ, այս պոչերը մեր հին ժամանակներում, օրինակ իմ տատա հնդուշկի պոչերը պոկում էր, ասում էր, որ դա նպաստում է, որ նրանց հաճի։ Բայց ես մի քանի տարի այդպես չեմ անում, բայց կարելի է փորձել։ Այն որ մեր տատերն են ասում, վստահ եմ դա չի կարա սխալ լինի, ամեն դեպքում այս տարի այսպես մնաց։ Չգիտեմ, այս տարի մեծ ակնկալիքներ ունեմ, հատկապես հողի հետ կապված, թռչունների հետ կապված, շատ պլաններ ունեմ, տեսնենք կստացվի, իրականացնենք այն ինչ նպատակ ենք դրել։ Մի հատ սենց դեմքով բոլորիդ էլի ողջունեմ, ժողովուրդ ջան, այս տարի իհարկե նպատակները շատ են, բայց շատ մեծ նպատակ ունեմ կապված YouTube-ի հետ, ակնկալում եմ այս տարի գոնե հասնենք 20,000, շատ քիչ է մնացել, համարյա 15,600-ը գերազանցել ենք, եթե բաժանորդագրված չեք և դիտում եք իմ տեսանյութերը, կարող եք բաժանորդագրվել, հաճախակի մեկնաբանություններ գրել, հավանել տեսանյութերը, դա կնպաստի իմ ալիքի աճին, ես էլ այսպես ոգևորված ձեզ կպատմեմ գյուղի կյանքի մասին, մեր առօրյայի մասին, մեր թռչունների, կենդանիների մասին, հողի մասին, մեր բերքի մասին, դուք էլ կարծում եմ սիրով դիտում եք։
Ծվերն էլ հավաքենք ժողովուրդ ջան։ Նոր անցնենք մնացած գործերին։ Այսօր տեսնում եք, ես բնում էլ են արդեն ացել, ծղոտ եմ ավելացրել, էլի թափել են, քանիս նեղավ չհաշվեցի, 4, 6 հատ, այստեղ 6, 8, 10, 12, 14, այսօր նոր ռեկորդ են սահմանել 14-ու, երեկ 12-ը հավաքել էի, իսկ այսօր արդեն 14-ու, վատ արդյունք չի, կամաց ավելացնում են ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, բերեմ տաք ջուրն էլ լցնեմ, որպեսզի խմեն, տաքանան, քարճիկները տաքանա, այդպես մեզ ուրախացնեն իրենց ձվերով։ Ժողովուրդ ջան, հիմա մի բան եմ ցույց տալիս, եղավ են ինչից վախենում ենք, մեր սագերը սկսել են ացել, տեսեք, գոմի անկյունում, այսենց ձուկը տա, երեկ նկատել էի, որ այս մասում ինքը բուն է սարքում, այսօր նայեցի, տեսա ձուկ է, շուտ է, բայց դե ինչ արած, արդեն որ սկսել է ացել, պիտի ձվերը հավաքենք, այս տարի շատ